Լոս Անջելեսում նկարահանված «Հացճոճ կամ կրքոտ կինը» հումորային նոր հեռուստասերիալը արդեն եթերում է։ Այդ մասին է տեսանյութը, որն այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Նոր հումորային սերիալը «Հացճոճ կամ կրքոտ կինը» այսուհետ դիտեք ոչ միայն Armflix-ում, այլ նաև ARTN-ի եթերում։ Տարբերությունն այն է, որ Armflix-ում սերիալը կարող եք դիտել ձեզ հարմար պահին, իսկ ARTN-ի եթերում այն ցուցադրվելու է ամեն 5 շաբթի եւ ուրբաթ երեկոյան ժամը 10-ին։ 2 օր առաջ տեղի ունեցավ սերիալի առաջին 2 մասերի փակ ցուցադրությունը ստեղծագործական կազմի եւ հովանավորների համար։ Ինչպես տեսնում եք, անճոռնի ճուտիկը վերածվել է գեղեցկուհի կարապի։ Սերջերի է սերեհա քեզի։ Դուք ասեք, ինչ եք անում ստեղ։ Համ լուրջ ես ասում։ Այդ $50 մա պիտի քեզի խապեմ, ուղարկել եմ արդեն, կդոր սպասի մինչև հասնի, յա։ Մամա, լուրջ ես ասում, ես նկատի ունեի, որ $50 ես ընդամեն ուղարկում։ Հա, ջոմիկյան, իմ հավատս է չի գա, որ այդքան շատ եմ ուղարկել, բայց ոչինչ։ Ասեց երեխա եմ, պետք է կլոր գումար ուղարկեմ։ Լսի, սիրտս ինչպես է, բաբախում։ Դդխ, ոնց որ երկուսով սիրով զբաղվեն մեջ, զգացիր։ Չէ, ճիշտ ասած չլսեցի։ Սերիալի գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օղլախչյանն է, ով արդեն բազմաթիվ հեռուստատեսային նախագծեր է գլխավորել։ Հարգելի հյուրեր, նախ բարի երեկո, բարվեք եկեք, շնորհակալություն, որ սանր ժամանակաշրջաններում ամբողջ աշխարհի համար ժամանակ եք գտնում արվեստով, ինտերտեյնմենտով հետաքրքրվելու, դիտելու, գալու, նայելու համար բոլորից այդ խորին շնորհակալություն եմ հայտնում, անկախ եմ բանից դերասան է, թե հովանավոր է, թե բարեկամ է, ընկեր է, ամեն տեսակի այստեղ նայում եմ մարդիկ կան։ Ես նախ ուզում եմ ասել, որ վերջապես որոշել ենք նաև Լոս Անջելեսում է նկարահանումները վերսկսել եւ արդեն երրորդ պրոյեկտն է 6 ամսվա մեջ 3 պրոյեկտ արդեն նկարում ենք, մի հատ նմանակներ նկարեցինք, երկրորդը կրկոտ կինն է, որը այսօր կդիտեք առաջ 2 սերիաները, երկուսն է հումորային կոմեդի ժանրը եւ նաեւ գրել ենք նոր սցենարիստը այն բոլոր սցենարները Երևանում է գրվել, երկուսի սցենարիստներն շատ հայտնի մարդիկ են Երևանում, նմանակները Հարություն Ղուգասյանն է, որին հիշում եք Վերվարազներից, Որոգայթից եւ այլն շատ ու շատ սերիալների հեղինակ էր, երկրորդի սրա հեղինակը կրկոտ կինը, որ այսօր դիտելու ենք, սցենարիստը Նարեկ Նավակյան, որը Մկրտիչ Արզումանյանի բոլոր ֆիլմերի համարյա սցենարիստ եւ սերիալների սցենարիստը ինքն է եւ միաժամանակ ինձ 2 սցենար տվեց, սա այստեղ ենք նկարել, մի հատ Երևանում նկարել եմ ոնց էր չէ 13 վարգյանն ենք նկարել Երևանում, որի գլխավորտերում Մկրտիչ Արզումանյանն ու Լիաննա Վանոյանն են, ցուցադրվեց Յուկոմով եւ մյուս ամիս ցուցադրվի այդ ֆիլմը նաեւ այստեղ Armflix-ով, ցուցադրվի ARTN-ով եւ նաեւ կտրվի հետագայում նաեւ YouTube։ Պարոն Օղլախչյանը նախ շնորհակալություն հայտնեց ողջ ստեղծագործական կազմին եւ իհարկե նաեւ բոլոր հովանավորներին։ Սերիալը 3 գլխավոր հովանավոր ունի եւ 10 հովանավորներ։ Սերիալի ցուցադրման ընթացքում միայն նրանց գովազդներն են հեռարձակվելու։ Ընդ որում, ինչպես սովորաբար, ARTN-ում 10 րոպե ֆիլմը 4 րոպե միայն գովազդ սկզբունքով։ Չիդեմ, ինչ խնեմ որ ջոնիս հանդիպում։ Ինչ այդպես որ շարունակվի։ Բայց ես Ջոնի լավ թաղման հանդիպինք։ Հազարական ասել։ Փոքրան եք։ Հանդիպեցեք։ Հենց գործ չունես։ Լավ, ոնց կասեք։ Թե ուրեմն գնացեք ու ձեր համար նոր լոյեր ճար։ Դուք ինձ խելաց կացեք, հիմա ամեն ինչ բացատրեմ, ես դալի գտի չունեի։ Ես մի ամեն ինչ կբացատրեմ, ամեն ինչ։ Մի րոպե տիկին։ Այդ ամենը միգրացիոնին եւ մերկել ձեր հարազատներին կբացատրեք, թե ինչի համար են ձեզ Հայաստան դեպորտ արել։ Չես բացին աղետես։ Մի րոպե։ Ոչխար։ Էդ ինչ է իրը։ Այդ Կրկոտ կնոջ կերպարը մարմնավորել է դերասան Սերգեյ Դանիելյանը, դերերում Աշոտ Ղազարյան, Աշոտ Ետիգարյան, Արթուր Հակոբյան, Հայկ Սարատիկյան, Իվետա Ետիգարյան, Լաուրա Թորոսյան եւ Ալբերտ Դիլոյան։ Ինգեր բաղտրելան չասես։ Պիտեսակից մեզ եմ զգում, միայն քիմիկ, կամ ավելի շուտ քիմ։ Հովետավել եմ, Մի աֆրոամերիկացու հայրական վայրան տքսեմ, որ մարաֆոնը կշարունակենք։ Չէ, խնդրում եմ մենակ ոչ է տարբերական։
Չնայած պատկառելի տարիքին ամուսնու մահից հետո կրքոտ կինը տեղափոխվել է Լոս Անջելես նոր կյանք սկսելու։ Նա վստահ է, որ դեռ չի կորցրել երբեմնի հմայքը ու երիտասարդ կողակից է փնտրում։ Լոս Անջելեսում են նաև նրա գրին քարտ շահած որդին ու հարսը։ Պաշտելի որդի, ատելի հարս, տղամարդ, ում սիրահարվում է, եւ այդ տղամարդու իրեն սիրահարված հայր, նաև խառնակիչ հարևան, կեղծ փաստաբան եւ այլ հերոսներ։ Կրքոտ կնոջ մասին ձեր պատկերացումները կարող եք ավելի ամբողջական դարձնել մեր սերիալի միջոցով, բայց դե ովքեր են խաղում այս սերիալում, ինչ մութ անկյուններ կան այս սերիալում, կիմանաք ինձ հետ, գնացինք։ Շատ ուրախ եմ այս պրոյեկտում բան եղա, ներգրավեցի, իմ ընկերներն էին 1000 տարվա, որոնց հետ շատ աշխատել եմ եւ նաեւ նոր խումբ էլ կար, մեր ջահելները, այսպես ասած, հա, Վահեն, Լիդուշը, Սաղյան Նչտամ, Երանուհին ու տենց շատ ջերմ ատմոսֆերա էր։ Օրինակ ինձ բանից կադրից առաջ էլի շատ լավ կոմֆորտ եմ զգացել։ Ինձ սաղին շատ շնորհակալություն։ Հրաշալի ֆիլմեր ստացվել, շատ հրաշալի հետաքրքիր ֆիլմեր ստացվել։ Այս հələ սկիզբն ասենց, բա որ քանի գնում խորանու նախ, ասեմ շատ լավ նկարած էր։ Շատ լավ խաղում էին, հետաքրքիր սյուժեր։ Էլ ինչա պետք, որպեսզի ֆիլմը համարեն, որ հաջողված է։ Այս ֆիլմը իմ կարծիքով շատ հաջողված սիրուն ֆիլմ է։ Մնում է հանդիսատեսը իր գնահատականը տա, որը չեմ կասկածում, որ բարձր է լինելու, այսքան բան։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլախչյանին, որ այսքան դերասաններ, կինոյի աշխատողներ հավաքեց եւ արդեն սա մեր երկրորդ ֆիլմն էր, պատրաստվում ենք երրորդին։ Շատ ուրախալի է։ Այստեղ էլ ամերիկյան ուրեմն մեր աշխարհից հեռու, Հայաստանից հեռու մի փոքրիկ այսպես հավաքվել ենք խումբ ու ստեղծում ենք մեր հնարավորությունների չափով այստեղ էլ կինո, սերիալ։ Շնորհակալ եմ ռեժիսորին, շնորհակալ եմ ռեժիսորներին ավելի ճիշտ, շնորհակալ եմ մեր սիրելի Գոգային, որ մեջքից հետևում տեսնում եք գովազդային ուրեմն մեր աֆիշան, որը բավական ճաշակով է հավաքված, եւ բոլոր դերասաններին շնորհավորում եմ այս հաջողության համար։ Կարծում եմ ժողովուրդը կսիրի մեր այս նկարած ֆիլմը։ Շնորհակալություն բոլորին։ Դիտեք «Հաց ծյոծ» կամ «Կրքոտ կինը» հեռուստասերիալը Armflix-ում ձեզ հարմար ժամի եւ նաեւ ARTN-ում ամեն հինգշաբթի եւ ուրբաթ երեկոյան ժամը 10-ին։